Զելենսկին ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի համար, նամակ ուղարկելով Միացյալ Նահանգների նախագահին։ Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկովը։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը Ջեդդայում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանիին։ Մարկո Ռուբիոն Սաուդյան Արաբիայում կբանակցի ուկրաինական պատվիրակության հետ, քննարկելով ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հնարավորությունները։ Ուկրաինան առաջարկելու է հրադադարի պայմաններ, որոնք ներառում են Սև ծովի տարածքում ռազմական գործողությունների դադարեցում, հեռահար հրթիռային հարվածների կասեցում և գերիների փոխանակում։ Մինչ խոսում են խաղաղության հնարավոր պայմանագրի կնքման մասին, ուկրաինական զինված ուժերը զանգվածային հարձակումներ են իրականացնում Մոսկվայի և Մերձմոսկովյան մի քանի շրջանների ուղղությամբ, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 10-ից Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում է։ Ալ-Սալամ պալատում նրան ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը։ Իրանը նամակ չի ստացել Միացյալ Նահանգներից, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և հավելել, որ կնախընտրի Թեհրանի հետ համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, իրանական միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծել փորձելու փոխարեն։ Պերույում մի տղամարդ թեթև վնասվածքներով ողջ է մնացել այն բանից հետո, երբ դանդաղ շարժվող գնացքը նրան հարվածել է։ Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է նա հրաշքով փրկվում։ Տղամարդը կարողացել է վեր կենալ անգամ այն բանից հետո, երբ գնացքն անցել է նրա վրայով, իսկ շրջապատում գտնվող մարդիկ շտապել են օգնության։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։